Տիկին Վարդանյան, նախ սկզբում խնդրեմ անդրադառնաք Ռազմիկ Մկրտչյանի կալանավորմանը, քանի որ դուք նաև Շենգավիթի տարածքային կառույցից եք եւ ըստ տարածվող տեղեկատվությունների Ռազմիկ Մկրտչյանը վատ էր խոսում տարածքային կառույցի անդամների, ինչպես նաև ՔՊԱ-ական падգամավորների հետ եւ ընդհանրապես դուք որևէ տեղեկատվություն ունեք այն տարածվող լուրերի վերաբերյալ, որ Մկրտչյանը ծեծի է ենթարկել Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարին։ Տիգրան Մակարյան։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, ես Շենգավիթ տարածքային խորհրդի անդամ եմ, որի խորհրդի անդամ էր նաև Ռազմիկ Մկրտչյանը։ Ուղղակի խորհրդի անդամ է նաև Ռազմիկ Մկրտչյանը, կթողնեք պատասխանեմ, եթե ձեզ հետաքրքրում է պատասխանեմ, չէ։ Ահա։ Ուրեմն, այո, միջադեպ եղել է եւ որի արդյունքում կրկին միջադեպ է եղել խորհրդի նախագահի հետ, Տիգրան Մակարյանի հետ Եվ իհարկե, որի արդյունքում, որի հետևանքները արդեն դուք գիտեք, կալանավորումը, ձերբակալությունը եւ պաշտոնական հաղորդագրությունը դրա վերաբերյալ դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քրեական վարույթ է, այսինքն նախաձեռնվել եւ դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել այս պահին ես։ Անձնական ինչ-որ հարաբերությունների լարվածություն աշխատանք։ Չէ, աշխատանքային։ Անձնական լարվածություն չէ, աշխատանքային։ Նրա հետ ովքեր են եղել նրան ծեծի ենթարկողները Մակարյանը։ Չեմ կարող ասել, բայց բավականին շատ մարդիկ են եղել, ում ես չեմ ճանաչում։ Ինչքան 1 տասնյակի անցնող մի քիչ։ Դե մոտավորապես 1 տասնյակի կլիներ։ Ես դատապարտում եմ բռնությունը։ Ես կողմնակից եմ երկխոսության, ցանկացած բռնություն, ով ուզում է այդ բռնությունը կատարի, ես դատապարտում եմ։ Իսկ Տիգրան Մարկարյանի բռնությունները դատապարտում, եւ ինչու դա կալանավորված չէ, եթե այդպես։ Այդ հարցը ինձ պիտի չտաք, որտեվ այդ հարցով ես չեմ զբաղվում։ Ես գիտեմ, որ Տիգրան Մարկարյանը աշխատանքից հեռացել է, այո։ Եվ կա ինչ-որ գործ եւս հարուցված, որքան ես գիտեմ։ Մի քիչ ստեղ տարբերությունը այն է, որ ոչ դրան նախորդող բոլորս տեսանք ինչպիսի թաղապետարանում, ինչպիսի շոու էր մականացրել տվյալ անձնավորությունը, ոչ չի արդարացնում։ Այդ հարցերը տվեք համապատասխան մարմիններին, ես Երևան քաղաքի ավականու անդամ եմ, ես բռնող, բաց թողող կամ Հարցը քաղաքական գնահատականը սենա, որ ես դեմ եմ բռնությանը ցանկացած դրսևորումներին։ Մենք հասկանանք ԿՊ-ում աշխատանքային հարաբերություններն ավարտվում են բռնությամբ։ Ոչ, մի դեպքը դա չի նշանակում, որ ամբողջ ԿՊ-ում Քաղաքապետան եւս տվյալ թաղապետը կրկին Դե ժողովուրդ ջան, հիմա հարուցված է գործ, թող իրավապահ մարմինները քննեն եւ եզրակացություն տան։ Եթե բռնություն է կիրառում Տիկին Վարդանյան, այսպիսի հանգուցալուծում կունենար, քրեական գործ կհարուցվեր։ Իհարկե կհարուցվեր, որովհետեւ մենք ով Տիգրան Մարկարյանի գործով բան չի, ինքը չկալանավորվեց, բայց հապշտապ Ռազմիկ Մկրտչյանը 2 ամսով կալանավորվեց։ Ես չգիտեմ։ Նորից եմ ասում, դիմեք իրավապահ մարմիններին, ես Երևան քաղաքի ավականու անդամ եմ եւ իմ գործառույթների մեջ չի մտնում այդ մանրամասների մեջ խորանալ։ Իրավապահները դուք ավելի անկաշկանդ եք ու հիմա ձեզ տեսնում են, նրանց այդքան էլ չենք տեսնում։ Օրինակ քննչական կոմիտեի նախագահին։ Դե դա արդեն ձեր խնդիրն է։ Խոճուճ պատասխաններ տալիս չենք հասկանում։ Դրա համար Դե նես չի որ ես գնամ հարցնեմ, ինձ խոճուճ պատասխաններ չեն տա։